Երբ հայկական բեռնատարները դուրս էին գալիս Քելբաջարից, բարձված ադրբեջանական գորգերով, հեռուստացույցներով եւ անասուններով, փոշոտ ճանապարհի մեջտեղում կանգնած էր մի մարդ, ձեռքին կալաշնիկով։ Նա չէր նախազգուշացնում, չէր բարձրաձայնում, պարզապես բարձրացնում էր ինքնաձիգը եւ կրակում անվադողերին։ Բեռնատարները թեքվում էին, գորգերը թափվում ցեխի մեջ, իսկ ղեկին նստած հրամանատարները ոսկե շղթաներով եւ արտասահմանյան կոշիկներով հասկանում էին, որ հանդիպել են մարդու, ով վախենում է ոչ մի հեղինակությունից։ Սա Մոնթե Մելքոնյանն էր, մարդը, ով պատերազմում տեսնում էր ազատագրական պայքար, ոչ թե բիզնես։ Մարդը, ով հայկական ջոկատների թալանչիներից վախենում էր ավելի շատ, քան ադրբեջանական բանակից։ Բայց ինչու է այդ մարդը, ով պաշտպանում էր ադրբեջանցի գերիներին հայ զինվորներից, ով մերժում էր կաշառք եւ չէր ընդունում կոմպրոմիսներ, մահացել հենց այն պահին, երբ ներքին թշնամիները սկսել էին կորցնել իրենց ստվերային բիզնեսը։ Դավադրություն, թե ողբերգական պատահականություն։ Այսօր մենք բացում ենք դոսիեները, որոնք տասնամյակներ փակ են եղել։ 1992 թվականի գարուն, Մարտունու շրջան։ Մոնթեն նոր է ստանձնել հրամանատարությունը եւ առաջին ինչ տեսնում է, անկարգապահության ծովն է։ Ջոկատներ, որոնք իրենց են անվանում կամավորներ, բայց իրականում շրջում են Երևանից եկած թանկարժեք մեքենաներով, հագնում են նորագույն զինվորական համազգեստներ, որոնք նրանք երբեք չեն տեսել հայկական բանակի պահեստներում։ Նրանք գալիս են ճակատ մի քանի օրով, կրակում, ապա վերադառնում Երևան, բեռնված այնպիսի գույքով, որը պատկանում է ազատագրված գյուղերի լքված տներին։ Մոնթեն նրանց անվանում է տուրիստներ։ Նա տեսնում է, թե ինչպես են այդ մարդիկ վերածում պատերազմը սեփական հարստացման գործիքի եւ հասկանում, որ եթե չկանգնեցնի այս հոսքը, Արցախը կորցնելու են ոչ թե ադրբեջանական բանակին, այլ սեփական ավազակներին։ Նա հրամայում է զինաթափել բոլոր անկարգապահ ջոկատներին։ Հրամայում է ստեղծել հատուկ պահեստներ, որտեղ հավաքվելու է ցանկացած գույք, որը գտնվում է ազատագրված տարածքներում։ Այդ գույքը պետք է պատկանի պետությանը, ոչ թե անհատներին։ Բայց ով է այդ պետությունը 1992 թվականին, երբ Հայաստանը դեռ չունի իսկական բանակ, երբ Ղարաբաղը դեռ ապրում է պարտիզանական իրականության մեջ։ Մոնթեն փորձում է ստեղծել կարգ այնտեղ, որտեղ կարգը դեռ չի ծնվել։ Նրա զինվորները հիշում են, թե ինչպես էր Մոնթեն անձամբ կանգնում Մարտունուց դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին։ Տեղադրում էր ու մեր անցակետեր, որոնց միակ նպատակը ոչ թե ադրբեջանական դիվերսանտներին բռնելն էր, այլ հայկական մեքենաները խուզարկելը։ Երբ բեռնատարներում գտնում էր գորգեր, հեռուստացույցներ, կահույք, նա հրամայում էր դատարկել ամեն ինչ։ Եթե վարորդները հրաժարվում էին, Մոնթեն բարձրացնում էր ինքնաձիգը եւ կրակում անվադողերին։ Ոչ մի նախազգուշացում, ոչ մի բանակցություն, պարզապես կրակ։ Մեքենան թեքվում էր, գույքը թափվում ցեխի մեջ, իսկ վարորդները, հաճախ ազդեցիկ ջոկատների հրամանատարներ կամ նրանց մերձավորներ, հասկանում էին, որ Մոնթեն ոչ մի բանից չի վախենում։ Ոչ սպառնալիքներից, ոչ կապերից, ոչ էլ Երևանից գալիս հեռախոսազանգերից։ Նա ապրում էր այլ կոդով, որը ասում էր. «Պատերազմը սուրբ գործ է, եւ ով այն վերածում է բիզնեսի, նա դավաճան է»։ Բայց ով էին այդ թալանչիները։ Դրանք պարզապես հասարակ զինվորներ չէին, ովքեր տեսնելով լքված տուն վերցնում էին մի երկու իր։ Դրանք կազմակերպված խմբեր էին, հովանավորվող քաղաքական ուժերի կողմից։ Որոշ ջոկատներ ուներ կապեր Երևանի մաֆիոզ շրջանակների հետ, այլ ջոկատներ ղեկավարվում էին նախկին քրեական անցյալ ունեցող մարդկանց կողմից, ովքեր պատերազմում տեսնում էին սոցիալական վերելքի հնարավորություն։ Նրանք չէին ուզում ենթարկվել միասնական հրամանատարությանը, որովհետև միասնական հրամանատարությունը նշանակում էր վերահսկողություն, իսկ վերահսկողությունը նշանակում էր թալանի վերջ։ Մոնթեն փակում էր նրանց բիզնեսը, փակում էր զենքի, վառելիքի, գույքի ստվերային շուկան, եւ դրանով ստեղծում էր թշնամիներ, ավելի վտանգավոր, քան ադրբեջանական բանակը, որովհետև ադրբեջանական բանակը գտնվում էր ճակատագծի մյուս կողմում, իսկ այդ թշնամիները նրա թիկունքում։ Կային դեպքեր, երբ Մոնթեն անանուն սպառնալիքներ էր ստանում, ոչ թե Բաքվից, այլ Երևանից եւ Ստեփանակերտից։ Նրան զգուշացնում էին չխառնվել մեծերի գործերին, բայց Մոնթեն չէր լռում։ Նա շարունակում էր իր պայքարը, շարունակում էր կանգնեցնել բեռնատարները, շարունակում էր զինաթափել անկարգապահ ջոկատները, շարունակում էր պահանջել, որ ցանկացած գույք, որը գտնվում է ազատագրված տարածքներում, պետք է հանձնվի պետությանը։ Նրա զինվորները հիշում են, թե ինչպես էր Մոնթեն հագնում մաշված, հասարակ բաճկոն, երբ թալանչի հրամանատարները շրջում էին նորագույն համազգեստներով։ Ինչպես էր նրա կոշիկները ծակ, երբ ուրիշները կրում էին արտասահմանյան բուծսեր։ Մոնթեն հրաժարվում էր նոր համազգեստ վերցնել, քանի դեռ իր բոլոր զինվորները ապահովված չէին։
Նա ապրում էր ասկետի կյանքով, մարդու, ով հավատում էր, որ ղեկավարը պետք է լինի օրինակ, ոչ թե տիրակալ։ 1993 թվականի ապրիլ։ Քելբաջարի օպերացիա։ Հայկական ուժերը գրավում են ամբողջ շրջանը, ստեղծելով ցամաքային միջանցք Հայաստանի եւ Ղարաբաղի միջև։ Սա ռազմական տեսանկյունից ամենակարևոր հաղթանակներից մեկն է, բայց Մոնթեի համար սա դառնում է ամենամեծ ճգնաժամը, որովհետև Քելբաջարի գրավումից հետո Հայաստանից հարյուրավոր մեքենաներ են գալիս Թալանի հետևից, ոչ թե օգնության, ոչ թե զենք զինամթերք բերելու, այլ թալանելու։ Լքված ադրբեջանական գյուղերը դառնում են անվճար սուպերմարկետ։ Մոնթեն կատաղած փորձում է կանգնեցնել այդ հոսքը։ Նա անձամբ կանգնում է ճանապարհներին, անձամբ կրակում անվադողերին, անձամբ հրամայում է զինվորներին դատարկել բեռնատարները։ Բայց թալանչիների քանակը չափազանց մեծ է։ Նրանք գալիս են ամբողջ Հայաստանից, գալիս են կազմակերպված, հովանավորված, պաշտպանված։ Եվ այստեղ է, որ Մոնթեն հասկանում է ամենավտանգավոր ճշմարտությունը։ Նա պայքարում է ոչ թե 1-2 անկարգապահ զինվորների դեմ, նա պայքարում է համակարգի դեմ, համակարգի, որը կառուցվել է պատերազմի շուրջ, համակարգի, որտեղ որոշ մարդիկ վաստակում են միլիոններ, մինչ զինվորները մեռնում են ճակատում, համակարգի, որտեղ զենքը, վառելիքը, նույնիսկ մարդկային կյանքները դարձել են առևտրի առարկա։ Կային վարկածներ, որ գոյություն ուներ ստվերային համաձայնություն հայ եւ ադրբեջանցի որոշ դաշտային հրամանատարների միջև, վառելիքի եւ զենքի վաճառքի շուրջ, որ որոշ տարածքներ մնում էին որպես գորշ գոտիներ, հենց նրա համար, որ այնտեղ կարողանային շարունակել մաքսանենգությունը։ Մոնթեն, լինելով իդեալիստ, խափանում էր այս բազմամիլիոնանոց գործարքները։ Գրավում էր այն տարածքները, որոնք պետք է մնային գորշ, փակում էր այն ճանապարհները, որոնցով անցնում էր ստվերային բիզնեսը։ Նրա զինվորները հիշում են մի դեպք, երբ Մոնթեն զենքը ուղղել է հայ զինվորների վրա, թույլ չտալով նրանց վնասել ադրբեջանցի գերիներին։ Նա ասել է. «Մենք ֆիդայի ենք, ոչ թե մարդասպան կամ ավազակ»։ Այդ օրը զինվորները հասկացել են, որ Մոնթեի համար պատերազմը ունի բարոյական սահմաններ, որ նա պատրաստ է կռվել թշնամու դեմ, բայց երբեք չի թույլ տա, որ իր զինվորները վերածվեն ավազակների։ Բայց քանի հոգի կարող էր հասկանալ այդ տրամաբանությունը 1993 թվականին, երբ Հայաստանը ապրում էր էներգետիկ ճգնաժամի մեջ, երբ մարդիկ սառչում էին ձմռանը, երբ աղքատությունը դարձել էր նորմ։ Ով կարող էր մերժել հնարավորությունը վերցնել մի գորգ, մի հեռուստացույց, մի կտոր հաց։ Մոնթեն կարող էր, եւ նա պահանջում էր, որ ուրիշներն էլ կարողանան։ Բայց թալանչիները Մոնթեից վախենում էին ավելի շատ, քան ադրբեջանական բանակից, որովհետև ադրբեջանցիների հետ կարելի էր պայմանավորվել կամ փախչել նրանցից, իսկ Մոնթեի հետ պայմանավորվելն անհնար էր։ Նա կաշառք չէր վերցնում, չէր վախենում ոչ մի հեղինակությունից, չէր ընդունում կոմպրոմիսներ, եւ ամենավտանգավորը, նա ուներ հեղինակություն զինվորների մեջ։ Զինվորները նրան սիրում էին, որովհետև նա ապրում էր նրանց հետ նույն պայմաններում, չէր պահանջում արտոնություններ, չէր թաքնվում թիկունքում։ Մարտի ժամանակ նա առաջինն էր դուրս գալիս դիրքերից, եւ այդ հեղինակությունը դարձնում էր նրան անվտանգ թիրախ նրանց համար, ովքեր ուզում էին պահպանել ստվերային բիզնեսը։ 1993 թվականի հունիսի 12-ը։ Մարզիլի գյուղ։ Մոնթեն զոհվում է ադրբեջանական BMP-ի կրակից։ Պաշտոնական տարբերակը ողբերգական պատահականություն մարտի դաշտում։ Բայց շատերը հավատում են այլ բանի։ Հավատում են, որ Մոնթեի մահը կազմակերպված էր նրանց կողմից, ում նա փակել էր բիզնեսի ճանապարհը։ Հավատում են, որ դա դավադրություն էր, թիկունքից արձակված կրակոց կամ դիտավորյալ ծուղակ, որովհետև Մոնթեն դարձել էր թիվ 1 թշնամին հայկական մաֆիոզ օլիգարխիկ եւ ռազմական որոշ շրջանակների համար։ Նա փակել էր զենքի, վառելիքի եւ թալանված գույքի ստվերային շուկան, եւ դրանով ստեղծել էր թշնամիներ, ովքեր ունեին ռեսուրսներ, կապեր եւ մոտիվացիա վերացնելու նրան։ Մոնթեի եղբայրը Մարգար Մելքոնյանը եւ նրա զինակիցները կտրականապես հերքում են դավադրության տեսությունը։ Նրանք մանրամասն նկարագրում են մարտի ընթացքը եւ ապացուցում, որ դա ողբերգական պատահականություն էր։ Բայց հարցը մնում է բաց. ինչու է Մոնթեն մահացել հենց այն պահին, երբ նրա պայքարը ներքին թալանչիների դեմ հասել էր գագաթնակետի։ Ինչու է նա մահացել հենց այն պահին, երբ սկսել էր փակել ամենամեծ ստվերային բիզնեսները։ Պատահականություն, թե ծրագրված օպերացիա։ Մենք երբեք չենք իմանա ճշմարիտ պատասխանը, բայց մենք գիտենք մեկ բան. Մոնթե Մելքոնյանը մահացավ պայքարելով ոչ միայն արտաքին, այլև ներքին թշնամիների դեմ։ Եվ այդ ներքին թշնամիները, հավանաբար, ավելի վտանգավոր էին, քան ցանկացած ադրբեջանական բանակ։ Երբ Մոնթեն կրակում էր անվադողերին, նա չէր մտածում, թե ինչ թշնամիներ է ստեղծում։ Նա մտածում էր միայն մեկ բանի մասին.
Ինչպես փրկել Արցախը ոչ թե ադրբեջանցիներից, այլ սեփական ավազակներից։ Բայց ամեն անգամ, երբ բեռնատարը թեքվում էր եւ գորգերը թափվում ցեխի մեջ, ամեն անգամ, երբ ոսկե շղթաներով հրամանատարը ստիպված էր դատարկել իր մեքենան, Մոնթեն ավելացնում էր մեկ անուն իր անտեսանելի մահվան ցուցակում։ Նրանք չէին ներում, չէին մոռանում, եւ ամենավտանգավորը, նրանք ունեին ռեսուրսներ։ Ունեին կապեր Երևանում, Ստեփանակերտում, նույնիսկ Մոսկվայում։ Որովհետև պատերազմի շուրջ կառուցված ստվերային բիզնեսը չէր սահմանափակվում միայն գորգերով եւ հեռուստացույցներով։ Դա էր նավթի, զենքի, վառելիքի, նույնիսկ մարդկային կյանքների շուկա։ Եվ Մոնթեն փակում էր այդ շուկան։ Կար մի գիշեր, երբ Մոնթեի վրանը եկավ մի մարդ առանց նախազգուշացման։ Պահակները նրան չկանգնեցրին, որովհետև նա ուներ հատուկ անցագիր։ Գոյություն ուներ անգիր ցուցակ, մարդիկ, ովքեր կարող էին այցելել Մոնթեին ցանկացած ժամի։ Այդ ցուցակում էին բարձրաստիճան հրամանատարներ, քաղաքական ներկայացուցիչներ, հին ընկերներ։ Բայց այդ գիշերվա այցելուն ոչ ոք չճանաչեց։ Նա մնաց Մոնթեի հետ 20 րոպե։ Երբ դուրս եկավ, պահակները լսեցին բարձրացած ձայներ։ Մոնթեն երբեք չէր բարձրաձայնում։ Նա խոսում էր հանգիստ, նույնիսկ երբ կրակում էր անվադողերին։ Բայց այդ գիշեր նա բարձրաձայնեց։ Ասաց. «Ես չեմ վախենում ձեր սպառնալիքներից։ Եթե ուզում եք սպանել, արեք։ Բայց քանի դեռ ես կենդանի եմ, ոչ մի բեռնատար չի անցնի Մարտունուց»։ Բարձված, թալանված գույքով։ Ո՞վ էր այդ այցելուն։ Ինչու էր եկել։ Ինչ էր պահանջում։ Մոնթեի զինակիցները երբեք չիմացան։ Նա չխոսեց այդ մասին։ Բայց հաջորդ օրը նա հրամայեց ուժեղացնել անցակետերը Մարտունու բոլոր ելքերում։ Հրամայեց խուզարկել ոչ միայն բեռնատարները, այլև մարդատար մեքենաները։ Հրամայեց ձերբակալել ցանկացած մարդու, ով փորձի տեղափոխել գույք առանց պաշտոնական թույլտվության։ Եվ այդ օրվանից Մարտունին դարձավ ամրոց։ Ոչ թե ադրբեջանցիների, այլ հայ թալանչիների դեմ։ Ամրոց, որտեղ Մոնթեն կանգնած էր մենակ, դեմ ամբողջ համակարգին։ Բայց նա իսկապես մենակ էր։ Ոչ։ Նրա հետ էին նրա զինվորները, երիտասարդ տղաներ, ովքեր տեսել էին, թե ինչպես է Մոնթեն ապրում նրանց հետ նույն պայմաններում։ Ինչպես է ուտում նույն ճաշը, քնում նույն վրաններում, մարտնչում նույն դիրքերում։ Նրանք տեսել էին, թե ինչպես է Մոնթեն հրաժարվում նոր կոշիկներից, երբ նրա սեփական կոշիկները ծակ են, միայն նրա համար, որ նախ ապահովի իր զինվորներին։ Տեսել էին, թե ինչպես է նա պաշտպանում ադրբեջանցի գերիներին հայ զինվորներից, ասելով, որ մենք ֆիդայի ենք, ոչ թե մարդասպաններ։ Եվ այդ զինվորները պատրաստ էին մեռնել Մոնթեի համար, ոչ թե նրա հրամանի համար, այլ նրա համար, որպես մարդու։ Որովհետև նրանք հասկանում էին, Մոնթեն միակ հրամանատարն է, ով իսկապես հոգ է տանում նրանց մասին։ 1993 թվականի մայիս։ Քելբաջարից հետո Թալանի ալիքը հասնում է գագաթնակետի։ Մոնթեն ստանում է զեկույց, որ Ստեփանակերտից եկել է հատուկ հանձնաժողով, ստուգելու նրա գործողությունները։ Պաշտոնական պատճառը բողոքներ անկարգապահության եւ ինքնակամության մասին։ Իրական պատճառը Մոնթեն շատ է խանգարում շատերին։ Հանձնաժողովը ժամանում է Մարտունի։ Նրանք պահանջում են տեսնել Մոնթեի հրամանները, նրա զեկույցները, նրա պահեստները։ Մոնթեն ցույց է տալիս ամեն ինչ։ Ցույց է տալիս պահեստները, որտեղ կուտակված է ազատագրված տարածքներից հավաքված գույքը։ Ցույց է տալիս ցուցակները, ում է բաժանվել այդ գույքը։ Կարիքավոր ընտանիքներ, վիրավոր զինվորներ, անօթևան փախստականներ։ Ոչ մի իր չի գնացել անհատական գրպան։ Հանձնաժողովը չի գտնում ոչ մի խախտում, բայց նրանք թողնում են նախազգուշացում։ Ասում են. Մոնթեն չպետք է գերազանցի իր լիազորությունները։ Չպետք է միջամտի քաղաքական հարցերին։ Չպետք է ստեղծի լարվածություն Երևանի եւ Ստեփանակերտի միջիչև։ Մոնթեն լսում է լուր։ Երբ հանձնաժողովը հեռանում է, նա դառնում է իր զինվորների մոտ եւ ասում. Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը։ Ոչ մի բեռնատար չի անցնի Մարտունուց բարձված թալանված գույքով։ Նույնիսկ եթե այդ բեռնատարը պատկանում է ինձ սպանելու եկածներին։ Զինվորները հասկանում են, Մոնթեն ընտրել է։ Ընտրել է մնալ հավատարիմ իր սկզբունքներին, նույնիսկ եթե դա նշանակում է մահ։ Եվ այդ օրվանից Մարտունու անցակետերը դառնում են ավելի խիստ։ Մոնթեն անձամբ է ստուգում ամեն մեքենա, անձամբ է հարցաքննում ամեն վարորդի։ Նա գիտի, որ ժամանակը սակավ է, գիտի, որ նրան ուզում են հեռացնել, բայց նա չի կարող դադարել, որովհետև եթե դադարի, ապա Արցախը կորցնելու է ոչ թե պատերազմում, այլ թալանի տակ։ Կորցնելու է ոչ թե ադրբեջանցիներին, այլ սեփական ավազակներին։ Եվ Մոնթեն չի կարող թույլ տալ, որ այդ տեղի ունենա, նույնիսկ եթե դա նշանակում է զոհաբերել սեփական կյանքը։
Բայց ով էին իսկապես այն մարդիկ, ովքեր ուզում էին Մոնթեի մահը։ Դրանք պարզապես թալանչի հրամանատարներ չէին։ Դրանք էին մարդիկ, ովքեր կառուցել էին ամբողջ ստվերային կայսրություն պատերազմի շուրջ։ Մարդիկ, ովքեր վաստակում էին միլիոններ, վաճառելով զենք, վառելիք, նույնիսկ մարդկային կյանքներ։ Կային վարկածներ, որ գոյություն ուներ ստվերային համաձայնություն հայ եւ ադրբեջանցի որոշ դաշտային հրամանատարների միջև, որ որոշ տարածքներ մնում էին որպես գորշ գոտիներ, հենց նրա համար, որ այնտեղ կարողանային շարունակել մաքսանենգությունը, որ պատերազմը պահվում էր որոշակի ինտենսիվության մակարդակում ոչ թե ռազմական անհրաժեշտությունից, այլ տնտեսական շահերից։ Մոնթեն խափանում էր այս բազմամիլիոնանոց գործարքները, գրավում էր այն տանտարածքները, որոնք պետք է մնային գորշ, փակում էր այն ճանապարհները, որոնցով անցնում էր ստվերային բիզնեսը։ Կա՞ ապացույց այս վարկածների համար։ Ոչ։ Բայց կան փաստեր, որոնք դժվար է բացատրել այլ կերպ։ Փաստ. որոշ հայկական ջոկատներ ունեին զենք եւ վառելիք, որը երբեք չէր գալիս պաշտոնական ուղիներով։ Փաստ. որոշ հրամանատարներ հարստանում էին աննախադեպ արագությամբ, մինչ զինվորները սովածություն էին քաշում։ Փաստ. որոշ տարածքներ մնում էին ոչ ոքի երկիր տարիներ շարունակ, թեև ռազմական տեսանկյունից դրանք կարող էին գրավվել շաբաթների ընթացքում։ Եվ փաստ. Մոնթեն, ով փորձեց փակել այս ամենը, մահացավ հենց այն պահին, երբ նրա պայքարը հասել էր գագաթնակետի։ Ով կարող էր կազմակերպել Մոնթեի սպանությունը։ Եթե դա իսկապես դավադրություն էր, ապա դա պահանջում էր մուտք դեպի ռազմական տեղեկություններ։ Պահանջում էր իմանալ, թե երբ եւ որտեղ է Մոնթեն լինելու։ Պահանջում էր կարողություն կազմակերպել ադրբեջանական հարձակում կամ ստեղծել իրավիճակ, որտեղ Մոնթեն կլիներ խոցելի։ Եվ ամենակարևորը, պահանջում էր համոզվածություն, որ հետաքննություն չի լինի, որ ոչ ոք չի հարցնի անհարմար հարցեր, որ Մոնթեի մահը կընդունվի որպես ողբերգական պատահականություն մարտի դաշտում։ Քանի հոգի ուներ այդ բոլոր ռեսուրսները 1993 թվականին։ Քանի հոգի ուներ այդ մոտիվացիան։ Եվ քանի հոգի ուներ այդ համարձակությունը սպանել մարդուն, ով համարվում էր ազգային հերոս։ Մոնթեի վերջին շաբաթները լի էին տագնապով։ Նրա զինակիցները հիշում են, որ նա դարձել էր ավելի լուռ, ավելի խորհրդածու։ Երբ հարցնում էին ինչու, նա պատասխանում էր. «Ես մտածում եմ, թե ինչպես փրկել Արցախը մինչև չուշանանք»։ Բայց նրա աչքերում կար ուրիշ բան։ Կար հասկացողություն, որ ժամանակը սպառվում է։ Ոչ թե պատերազմի համար, այլ նրա սեփական կյանքի համար։ Նա գիտեր, որ ստեղծել է չափազանց շատ թշնամիներ։ Գիտեր, որ այդ թշնամիները չեն ներելու։ Բայց նա չէր կարող փոխել իր ճանապարհը, որովհետև այդ ճանապարհը չէր ընտրել նա։ Այն ընտրել էր նրա համար նրա սկզբունքները։ 1993 թվականի հունիսի սկիզբ։ Մոնթեն պատրաստվում է նոր օպերացիայի։ Նպատակը Մարզիլի գյուղը։ Փոքրիկ ադրբեջանական բնակավայր, որը ռազմավարական նշանակություն չունի, բայց խորհրդանշական է։ Մոնթեն ուզում է ցույց տալ, որ հայկական բանակը կարող է առաջ շարժվել, կարող է գրավել նոր տարածքներ, կարող է հաղթել։ Բայց նրա զինակիցները անհանգստանում են։ Նրանք ասում են, Մարզիլին չափազանց բաց տարածք է, չափազանց հեշտ թիրախ ադրբեջանական հրետանու համար, չափազանց վտանգավոր։ Մոնթեն լսում է, բայց չի փոխում որոշումը։ Նա ասում է. մենք պետք է ցույց տանք, որ չենք վախենում, որ մենք շարունակում ենք առաջ շարժվել։ Հունիսի 12-ը, առավոտ։ Մոնթեն դուրս է գալիս դիրքերից ուղղվելով դեպի Մարզիլի։ Նրա հետ են մի խումբ զինվորներ։ Նրանք շարժվում են զգույշ, ծածկվելով ամեն քարի, ամեն ծառի հետևում։ Բայց հանկարծ կրակ։ Ադրբեջանական BMP-ն, որը թաքնված էր բլրակի հետևում, բացում է կրակ։ Զինվորները ընկնում են գետին, փնտրում ծածկույթ։ Մոնթեն մնում է կանգնած։ Նա փորձում է տեսնել, թե որտեղից է գալիս կրակը։ Փորձում է հասկանալ, թե ինչպես կարելի է հարձակվել։ Եվ այդ վայրկյանին մի փամփուշտ խփում է նրա գլխին։ Մոնթեն ընկնում է։ Զինվորները վազում են նրա մոտ, բայց արդեն ուշ է։ Մոնթե Մելքոնյանը մահացել է։ Պաշտոնական տարբերակը ողբերգական պատահականություն։ Ադրբեջանական BMP-ի կրակոց, որը պատահաբար խփել է Մոնթեին։ Բայց շատերը չեն հավատում։ Շատերը հարցնում են, ինչու է Մոնթեն մնացել կանգնած, երբ բոլորը ընկել էին գետին։ Ինչու է նա եղել այդքան բաց տարածքում։ Ինչու է ադրբեջանական BMP-ն եղել հենց այնտեղ, հենց այդ պահին։ Եվ ամենակարևորը, ինչու է Մոնթեի մահից հետո թալանի ալիքը կրկին բարձրացել։ Ինչու են անցակետերը Մարտունում դադարել խիստ ստուգումներ անել։ Ինչու են բեռնատարները կրկին սկսել անցնել բարձված թալանված գույքով։ Կարծես Մոնթեի մահը հանել է վերջին արգելքը։ Մոնթեի եղբայրը, Մարգար Մելքոնյանը, տարիներ անց գրեց գիրք «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքն ու մահը»։
Այդ գրքում նա մանրամասն նկարագրեց Մոնթեի պայքարը թալանչիների դեմ, նկարագրեց, թե ինչպես էր Մոնթեն կրակում անվադողերին, ինչպես էր զինաթափում անկարգապահ ջոկատները, ինչպես էր պաշտպանում ադրբեջանցի գերիներին հայ զինվորներից, եւ ինչպես էր ստեղծում թշնամիներ ավելի վտանգավոր, քան ադրբեջանական բանակը։ Մարգարը չասաց, որ Մոնթեի մահը դավադրություն էր, բայց նա թողեց հարցը բաց, թողեց, որ ընթերցողները ինքնուրույն եզրակացություններ անեն։ Այսօր 30 տարի անց մենք դեռ չգիտենք ճշմարտությունը։ Չգիտենք Մոնթե Մելքոնյանը զոհ եղավ պատահականության, թե դավադրության, բայց մենք գիտենք մեկ բան. նա մահացավ պայքարելով ոչ միայն արտաքին, այլև ներքին թշնամիների դեմ, մահացավ փորձելով փրկել Արցախը ոչ թե ադրբեջանցիներից, այլ սեփական ավազակներից, եւ այդ պայքարը հավանաբար արժեցավ նրան կյանքը։ Արդյոք մենք երբևէ կիմանանք, թե ով կանգնած էր այդ դավադրության հետևում։ Արդյոք մենք երբևէ կիմանանք, թե ովքեր էին այն մարդիկ, ովքեր Մոնթեից վախենում էին ավելի շատ, քան թշնամուց։ Թե այդ ճշմարտությունը մնալու է թաղված, ինչպես Մոնթեն իր գերեզմանում Երաբլուրում։ Երբ Մոնթեի դին բերեցին Ստեփանակերտ, ամբողջ քաղաքը լաց էր լինում։ Բայց կային մարդիկ, ովքեր չէին լաց լինում։ Կային մարդիկ, ովքեր հանգստացան, որովհետև Մոնթեի մահը նշանակում էր, որ վերջապես կարելի է շնորհել ազատ շունչ։ Վերջապես կարելի է վերադարձնել բիզնեսը նախկին ռուսակին։ Վերջապես կարելի է մոռանալ այն ամենը, ինչ Մոնթեն կոչում էր բարոյականություն։ Եվ իսկապես, Մոնթեի մահից հետո Մարտունու անցակետերը դադարեցին խիստ ստուգումներ անել։ Բեռնատարները կրկին սկսեցին անցնել բարձված թալանված գույքով։ Ոսկե շղթաներով հրամանատարները կրկին սկսեցին շրջել իրենց արտասահմանյան մեքենաներով։ Կարծես Մոնթեն երբեք չէր եղել։ Կարծես նրա պայքարը եղել էր միայն երազ։ Բայց Մոնթեի զինվորները չմոռացան։ Նրանք հիշում էին, թե ինչպես էր նա կանգնում փոշոտ ճանապարհի մեջտեղում ձեռքին կալաշնիկով։ Հիշում էին, թե ինչպես էր կրակում անվադողերին առանց վախենալու ոչ մի հեղինակությունից։ Հիշում էին, թե ինչպես էր ապրում նրանց հետ նույն պայմաններում, մաշված կոշիկներով եւ ծակ բաճկոնով։ Եվ նրանք սկսեցին հարցնել անհարմար հահարցեր։ Սկսեցին խոսել այն մասին, ինչ պաշտոնական պատմագրությունը փորձում էր թաքցնել։ Սկսեցին պատմել, թե ինչպես էր Մոնթեն պայքարում ոչ միայն արտաքին, այլև ներքին թշնամիների դեմ։ Եվ այդ պատմությունները սկսեցին տարածվել։ Սկսեցին հասնել Երևան, Մոսկվա, նույնիսկ արտերկիր։ 1994 թվական, Մոնթեի մահից 1 տարի անց, նրա եղբայրը Մարգարը սկսեց հավաքել փաստաթղթեր, սկսեց հարցազրույցներ վերցնել Մոնթեի զինակիցներից, սկսեց ուսումնասիրել արխիվները, եւ այն, ինչ նա գտավ, ցնցեց նրան։ Գտավ նամակներ, որոնք Մոնթեն գրել էր իր վերջին շաբաթներին, նամակներ, որտեղ նա խոսում էր սպառնալիքների մի մասին։ Խոսում էր այն մասին, որ նա գիտի, ինչ որ մեկը ուզում է նրան սպանել, բայց նա չէր վախենում։ Նա գրում էր. «Եթե ես մեռնեմ, թող գոնե իմ մահը ծառայի Արցախին, թող գոնե իմ մահը ցույց տա, թե ինչ է իրականում տեղի ունենում այստեղ»։ Մարգարը գտավ նաև ուրիշ բան։ Գտավ փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես էր Մոնթեն փորձում փակել ստվերային բիզնեսը։ Փաստաթղթեր, որտեղ նա նկարագրում էր, թե ինչպես են որոշ հրամանատարներ վաճառում զենք եւ վառելիք ադրբեջանցիներին։ Ինչպես են նրանք պահում որոշ տարածքներ որպես գորշ գոտիներ մաքսանենգության համար։ Ինչպես են նրանք վաստակում միլիոններ, մինչ զինվորները մեռնում են ճակատում։ Եվ Մարգարը հասկացավ. Մոնթեն իսկապես պայքարում էր համակարգի դեմ։ Համակարգի, որը կառուցված էր պատերազմի շուրջ։ Համակարգի, որտեղ որոշ մարդիկ դարձել էին միլիոնատերեր, օգտագործելով ազգային ողբերգությունը։ Բայց ամենաշոկային բացահայտումը եղավ այն, երբ Մարգարը գտավ ցուցակ։ Ցուցակ մարդկանց, ովքեր Մոնթեի մահից հետո հարստացել էին աննախադեպ արագությամբ։ Մարդիկ, ովքեր մինչ Մոնթեի մահը եղել էին հասարակ հրամանատարներ, իսկ հետո դարձել էին բիզնեսմեններ, քաղաքական գործիչներ, օլիգարխներ։ Մարդիկ, ովքեր Մոնթեի կենդանության ժամանակ չէին կարողանում ազատ շնչել, իսկ նրա մահից հետո ստացել էին ամեն ինչ։ Եվ Մարգարը հարցրեց ինքն իրեն. արդյոք սա պատահականություն է։ Արդյոք պատահականություն է, որ Մոնթեի մահը եղավ այնքան ժամանակին, հենց այն մարդկանց համար, ովքեր ամենաշատն էին կորցնում նրա պայքարից։ Մարգարը չկարողացավ ապացուցել դավադրությունը։ Չկարողացավ գտնել կոնկրետ ապացույցներ, որ Մոնթեի մահը կազմակերպված էր, բայց նա գտավ բավականաչափ փաստեր, որ հարցը թողնի բաց։ Գտավ բավականաչափ հակասություններ պաշտոնական տարբերակում։ Գտավ բավականաչափ մոտիվներ այն մարդկանց մոտ, ովքեր կարող էին ուզել Մոնթեի մահը, եւ նա գրեց գիրք։ Գիրք, որը պատմում էր Մոնթեի կյանքի եւ մահի մասին։
Գիրք, որը ցույց էր տալիս, թե ինչպես էր Մոնթեն պայքարում ոչ միայն արտաքին, այլև ներքին թշնամիների դեմ, եւ այդ գիրքը դարձավ բեսթսելեր։ Դարձավ այն փաստաթղթը, որը ցույց տվեց հայ հասարակությանը, պատերազմը ունի ոչ միայն հերոսական, այլև մութ կողմ։ Բայց ով էր իսկապես շահել Մոնթեի մահից։ Ով էր այն մարդը կամ մարդիկ, ովքեր ստացել էին ամենաշատը։ Եթե նայենք տնտեսական հետքին, տեսնում ենք հետաքրքիր նկար։ Մոնթեի մահից հետո Մարտունու շրջանում կրկին սկսվեց թալանի ալիքը։ Բայց այս անգամ թալանը դարձավ ավելի կազմակերպված, ավելի համակարգված։ Ստեղծվեցին հատուկ ընկերություններ, որոնք պաշտոնապես զբաղվում էին ազատագրված տարածքներից գույքի տեղափոխմամբ։ Այդ ընկերությունները պատկանում էին կոնկրետ մարդկանց, ովքեր Մոնթեի կենդանության ժամանակ չէին կարողանում բացահայտ գործել։ Կար մի մարդ, ում անունը հաճախ հնչում էր այդ կապակցությամբ, նախկին հրամանատար, ով Մոնթեի հետ ուներ բաց կոնֆլիկտ։ Մարդ, ով Մոնթեին անվանում էր իդեալիստ հիմար, ով ասում էր, որ պատերազմը պետք է օգտագործել ազգի բարեկեցության համար։ Այդ մարդը Մոնթեի մահից հետո դարձավ մեծ բիզնեսմեն, ստացավ մենաշնորհ իրավունք վերականգնման աշխատանքների համար ազատագրված տարածքներում, ստացավ հսկայական պետական պատվեժներ եւ 10 տարվա ընթացքում դարձավ մի քանի միլիոն դոլարի սեփականատեր։ Պատահականություն, թե հենց այն արդյունքը, որի համար Մոնթեն պետք է մեռներ։ Բայց դա միայն մեկ մարդ էր, կային ուրիշներ։ Կային մարդիկ, ովքեր Մոնթեի մահից հետո ստացան քաղաքական պաշտոններ, դարձան նախարարներ, падգամավորներ, դեսպաններ։ Մարդիկ, ովքեր Մոնթեի կենդանության ժամանակ չունեին ոչ մի հեղինակություն զինվորների մեջ, բայց Մոնթեի մահից հետո նրանք սկսեցին ներկայանալ որպես պատերազմի հերոսներ։ Սկսեցին պատմել, թե ինչպես են նրանք ազատագրել Արցախը, եւ հասարակությունը, որը չգիտեր ճշմարտությունը, հավատաց նրանց։ Հավատաց, որ այդ մարդիկ իսկապես հերոսներ են։ Չգիտեր, որ այդ մարդիկ հենց նրանք էին, ում Մոնթեն կոչում էր ավազակներ։ Եվ այստեղ է ամենավտանգավոր հարցը։ Եթե Մոնթեի մահը իսկապես դավադրություն էր, ապա ով կարող էր կազմակերպել այն։ Ով ուներ այդ ռեսուրսները, ով ուներ այդ մոտիվացիան, եւ ամենակարևորը, ով ուներ այդ համարձակությունը սպանել մարդուն, ով համարվում էր ազգային հերոս։ Պատասխանը պարզ է։ Միայն այն մարդիկ, ովքեր գիտեին, որ Մոնթեի մահից հետո նրանք կստանան ամեն ինչ։ Միայն այն մարդիկ, ովքեր գիտեին, որ Մոնթեի մահը կբացի նրանց համար բոլոր դռները։ Միայն այն մարդիկ, ովքեր գիտեին, որ Մոնթեի մահից հետո ոչ ոք չի հարցնի անհարմար հարցեր, որովհետև Մոնթեն կդառնա ազգային հերոս, եւ ազգային հերոսների մասին չեն խոսում վատ բաներ։ Մարգար Մելքոնյանը իր գրքում գրեց. Մոնթեն մահացավ, պայքարելով ոչ միայն արտաքին, այլև ներքին թշնամիների դեմ, եւ հավանաբար ներքին թշնամիները եղան ավելի վտանգավոր։ Այս նախադասությունը ամփոփում է ամեն ինչ։ Ամփոփում է այն ճշմարտությունը, որը հայ հասարակությունը չուզում է ընդունել։ Ճշմարտությունը, որ պատերազմը չէր միայն հայերի եւ ադրբեջանցիների միջև։ Պատերազմը նաեւ էր հայերի եւ հայերի միջև։ Պատերազմը էր նրանց միջև, ովքեր տեսնում էին պատերազմը որպես ազատագրական պայքար, եւ նրանց միջև, ովքեր տեսնում էին պատերազմը որպես բիզնես։ Եվ Մոնթեն կանգնած էր առաջին խմբի կողմում։ Կանգնած էր այնտեղ, որտեղ պետք է կանգնի ամեն մարդ, ով հավատում է արդարությանը։ Բայց արդարությունը չհաղթեց։ Մոնթեն մեռավ։ Եվ նրա մահից հետո թալանչիները վերադարձան ավելի ուժեղ, ավելի կազմակերպված, ավելի պաշտպանված։ Վերադարձան եւ շարունակեցին իրենց բիզնեսը։ Շարունակեցին վաստակել միլիոններ, օգտագործելով ազգային ողբերգությունը։ Եվ այսօր 30 տարի անց նրանցից շատերը դեռ կենդանի են, դեռ հարուստ են, դեռ ազդեցիկ են, դեռ պատմում են, թե ինչպես են նրանք ազատագրել Արցախը։ Մինչդեռ Մոնթեն, ով իսկապես ազատագրեց Արցախը, պառկած է գերեզմանում Երաբլուրում։ Պառկած է լուր, չկարողանալով պատմել ճշմարտությունը։ Եվ այստեղ է ամենաողբերգականը։ Մոնթեի մահից հետո նրա պայքարը մոռացվեց։ Մոռացվեց, որ նա պայքարում էր ոչ միայն ադրբեջանցիների, այլև հայ թալանչիների դեմ։ Մոռացվեց, որ նա կրակում էր անվադողերին, փորձելով փրկել Արցախը սեփական ավազակներից։ Մոռացվեց, որ նա ստեղծել էր թշնամիներ, ավելի վտանգավոր, քան ադրբեջանական բանակը։ Եվ փոխարենը ստեղծվեց միֆ Մոնթեի մասին որպես անբասիր հերոս, միֆ, որը թաքցնում էր ճշմարտությունը, թաքցնում էր այն փաստը, որ Մոնթեն պայքարում էր հերհամակարգի դեմ,
եւ այդ համակարգը հավանաբար սպանեց նրան։ Այսօր, երբ մենք խոսում ենք Արցախյան պատերազմի մասին, մենք հիշում ենք հերոսներին։ Հիշում ենք նրանց, ովքեր մեռան ճակատում։ Բայց մենք չենք հիշում, թե ինչ էր տեղի ունենում թիկունքում։ Չենք հիշում թալանը, կոռուպցիան, ստվերային բիզնեսը։ Չենք հիշում, որ պատերազմը դարձել էր հարստացման գործիք որոշ մարդկանց համար։ Եվ չենք հիշում Մոնթեին, մարդուն, ով փորձեց կանգնեցնել այդ ամենը։ Մարդուն, ով վախենում էր հայ թալանչիներից ավելի շատ, քան ադրբեջանական բանակից։ Մարդուն, ով հավանաբար մեռավ հենց այդ պատճառով։ Արդյոք մենք երբևէ կիմանանք ճշմարտությունը։ Արդյոք մենք երբևէ կիմանանք, թե ով կազմակերպեց Մոնթեի սպանությունը։ Արդյոք մենք երբևէ կիմանանք, թե ովքեր էին այն մարդիկ, ովքեր շահեցին նրա մահից։ Հավանաբար ոչ, որովհետև այդ մարդիկ դեռ ազդեցիկ են, դեռ հարուստ են, դեռ պաշտպանված են։ Եվ նրանք երբեք չեն թույլ տա, որ ճշմարտությունը դուրս գա։ Երբեք չեն թույլ տա, որ հասարակությունը իմանա, թե ինչ իսկապես տեղի ունեցավ 1993 թվականի հունիսի 12-ին Մարզիլի գյուղում։ Բայց մենք կարող ենք հարցնել, կարող ենք պահանջել պատասխաններ, կարող ենք չմոռանալ Մոնթեի պայքարը եւ կարող ենք հիշել, որ իսկական թշնամին երբեմն գտնվում է ոչ թե ճակատագծի մյուս կողմում, այլ քո սեփական թիկունքում։ 30 տարի անց Մոնթեի զինակիցները դեռ չեն կարող խոսել առանց արցունքների։ Նրանք հիշում են վերջին օրը, հունիսի 12-ը, երբ Մոնթեն առավոտյան դուրս եկավ դիրքերից եւ ասաց. «Այսօր մենք ավարտում ենք Մարզիլին»։ Նրանք հիշում են, թե ինչպես էր նա ստուգում ամեն զինվորի զենքը, ինչպես էր նայում նրանց աչքերին եւ ասում. «Զգույշ եղեք, վերադարձեք կենդանի»։ Բայց ինքը չվերադարձավ։ Եվ այդ օրվանից նրանք ապրում են մեկ հարցի հետ. արդյոք Մոնթեն գիտեր, որ չի վերադառնա։ Արդյոք նա զգում էր, որ դա նրա վերջին մարտն է։ Մի զինակից հիշում է. այդ առավոտ Մոնթեն տարբերվում էր։ Նա ավելի երկար խոսեց մեզ հետ, ավելի ուշադիր նայեց մեր դեմքերին, կարծես հրաժեշտ էր տալիս։ Արդյոք դա նախազգացում էր, թե Մոնթեն գիտեր ինչ-որ բան, ինչ մենք չգիտեինք։ Կա մի փաստաթուղթ, որը Մարգար Մելքոնյանը գտավ տարիներ անց։ Նամակ, որը Մոնթեն գրոնթեն գրել էր իր ընկերոջը հունիսի 11-ին, մահից մեկ օր առաջ։ Այդ նամակում նա գրում էր. «Ես գիտեմ, որ նրանք ուզում են ինձ հեռացնել։ Գիտեմ, որ ես դարձել եմ խոչընդոտ չափազանց շատ մարդկանց համար, բայց ես չեմ կարող դադարել։ Եթե ես դադարեմ, ապա Արցախը կորցնելու է ոչ թե պատերազմում, այլ թալանի տակ»։ Այս նամակը երբեք չհրապարակվեց պաշտոնապես, երբեք չդարձավ հետաքննության առարկա, բայց այն գոյություն ունի, եւ այն ցույց է տալիս Մոնթեն գիտեր, որ վտանգի մեջ է, գիտեր, որ ինչ-որ մեկը ցանկանում է նրա մահը։ Բայց նա ընտրեց շարունակել, ընտրեց մնալ հավատարիմ իր սկզբունքներին, նույնիսկ եթե դա նշանակում էր մահ։ Մարզիլիում այն օրը ամեն ինչ տեղի ունեցավ չափազանց արագ։ Ադրբեջանական BMP-ն բացեց կրակ, զինվորները ընկան գետին, բայց Մոնթեն մնաց կանգնած։ Ինչու՞։ Որոշ վկաներ ասում են, նա փորձում էր տեսնել թշնամու դիրքերը, ուրիշներ ասում են, նա փորձում էր հրամայել զինվորներին ետ քաշվել։ Բայց կա նաև երրորդ տարբերակ, որի մասին շշուկներ կան, բայց ոչ ոք չի համարձակվում բարձրաձայնել։ Այդ տարբերակը ասում է. Մոնթեն մնաց կանգնած, որովհետև գիտեր, որ փամփուշտը նախատեսված է նրա համար։ Գիտեր, որ անկախ նրանից ինչ անի, այդ փամփուշտը կգտնի նրան։ Եվ նա ընտրեց ընդունել իր ճակատագիրը, կանգնած, ոչ թե փախչելով։ Երբ փամփուշտը խխփեց նրան, զինվորները վազեցին նրա մոտ, բայց արդեն ուշ էր։ Մոնթե Մելքոնյանը, մարդը, ով վախենում էր հայ թալանչիներից ավելի շատ, քան ադրբեջանական բանակից, մարդը, ով կրակում էր անվադողերին, փորձելով փրկել Արցախը սեփական ավազակներից, մարդը, ով ստեղծել էր թշնամիներ, ավելի վտանգավոր, քան ցանկացած արտաքին ուժ, այդ մարդը մահացավ։ Մահացավ 37 տարեկանում։ Մահացավ այնտեղ, որտեղ չպետք է մեռներ, փոքրիկ աննշան գյուղում, որը ռազմավարական նշանակություն չուներ։ Մահացավ այնպես, որ նրա մահը թողեց ավելի շատ հարցեր, քան պատասխաններ։ Պաշտոնական հետաքննություն երբեք չկատարվեց։ Պաշտոնապես Մոնթեի մահը ճանաչվեց որպես ողբերգական պատահականություն մարտի դաշտում։ Բայց շատ մարդիկ չհավատացին։ Շատ մարդիկ սկսեցին հարցնել անհարմար հարցեր։ Ինչու է Մոնթեն մնացել կանգնած, երբ բոլորը ընկել էին գետին։ Ինչու է ադրբեջանական BMP-ն եղել հենց այնտեղ, հենց այդ պահին։ Ինչու է Մոնթեի մահից հետո թալանի ալիքը կրկին բարձրացել։ Ինչու է վենանցակետերը Մարտունում դադարել խիստ ստուգումներ անել։ Ինչու են այն մարդիկ, ում Մոնթեն փակել էր բիզնեսի ճանապարհը, հանկարծ ստացել ամեն ինչ, հենց նրա մահից հետո։ Բայց այդ հարցերը մնացին առանց պատասխանի։
Մնացին, որովհետև ոչ ոք չուզեց պատասխանել։ Ոչ ոք չուզեց բացել այն դոսիեները, որոնք կարող էին ցույց տալ ճշմարտությունը։ Եվ ժամանակի ընթացքում այդ հարցերը սկսեցին մոռացվել։ Սկսեցին թաղվել նոր իրադարձությունների տակ։ Սկսեցին փոխարինվել միֆերով ամբասիր հերոսի մասին, ով մեռավ պաշտպանելով հայրենիքը։ Միֆերով, որոնք թաքցնում էին ճշմարտությունը։ Բայց ճշմարտությունը չի կարող հավերժ թաղված մնալ։ Ճշմարտությունը միշտ գտնում է ճանապարհ դեպի լույս։ Եվ այսօր, 30 տարի անց, մենք սկսում ենք տեսնել այդ ճշմարտությունը։ Սկսում ենք հասկանալ, որ Մոնթեի պայքարը չէր միայն ադրբեջանցիների դեմ։ Սկսում ենք հասկանալ, որ նա պայքարում էր նաև համակարգի դեմ, համակարգի, որը կառուցված էր պատերազմի շուրջ։ Համակարգի, որտեղ որոշ մարդիկ վաստակում էին միլիոններ, մինչ զինվորները մեռնում էին ճակատում։ Եվ սկսում ենք հասկանալ, որ այդ համակարգը հավանաբար սպանեց նրան։ Մոնթեի մահից հետո նրա ընտանիքը փորձեց ապրել հանգիստ կյանքով։ Նրա եղբայրը Մարգարը գրեց գիրք, փորձելով պահպանել Մոնթեի հիշատակը, փորձելով ցույց տալ, թե ով էր իսկապես այդ մարդը։ Բայց նույնիսկ այդ գիրքը չկարողացավ պատասխանել գլխավոր հարցին. ով սպանեց Մոնթե Մելքոնյանին։ Այդ հարցը մնաց բաց։ Մնաց որպես վերք, որը երբեք չբուժվեց։ Նրանք, ովքեր շահեցին Մոնթեի մահից, շարունակեցին իրենց կյանքը, շարունակեցին հարստանալ, շարունակեցին ազդեցիկ լինել, շարունակեցին պատմել, թե ինչպես են նրանք ազատագրել Արցախը։ Որոշները դարձան նախարարներ, ուրիշները բիզնեսմեններ, երրորդները քաղաքական գործիչներ, բայց բոլորն էլ ունեին մեկ ընդհանուր բան. նրանք բոլորը շահեցին Մոնթեի մահից։ Բոլորը ստացան այն, ինչ չէին կարող ստանալ, քանի դեռ Մոնթեն կենդանի էր։ Իսկ Արցախը, որի համար Մոնթեն զոհաբերեց իր կյանքը, շարունակեց գոյություն ունենալ, շարունակեց պայքարել, բայց այն երբեք չդարձավ այն, ինչ Մոնթեն երազում էր։ Երբեք չդարձավ արդար հասարակություն, որտեղ իշխանությունը ծառայում է ժողովրդին, ոչ թե սեփական գրպանին։ Փոխարենը, այն դարձավ նույն այն համակարգի մասը, որի դեմ Մոնթեն պայքարում էր։ Դարձավ տեղ, որտեղ կոռուպցիան, թալանը, ստվերային բիզնեսը շարունակեցին գոյություն ունենալ։ Եվ երբ 2020-ին Արցախը կրկին հայտնվեց պատերազմի մեջ, երբ կրկին սկսեցին մեռնել զինվորները, շատերը հիշեցին Մոնթեի խոսքերը. եթե մենք կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը։ Այսօր, երբ մենք նայում ենք ետ, մենք տեսնում ենք, որ Մոնթեն ճիշտ էր։ Նա ճիշտ էր, երբ ասում էր, որ ներքին թշնամիները ավելի վտանգավոր են, քան արտաքինները։ Ճիշտ էր, երբ ասում էր, որ պատերազմը չի կարող հաղթել, եթե թիկունքում ավազակներ են։ Ճիշտ էր, երբ կրակում էր անվադողերին, փորձելով փրկել Արցախը սեփական թալանչիներից։ Բայց նա պարտվեց։ Պարտվեց, որովհետև համակարգը ավելի ուժեղ էր, քան մեկ մարդը։ Պարտվեց, որովհետև նրանք, ում նա պայքարում էր, ունեին ավելի շատ ռեսուրսներ, ավելի շատ կապեր, ավելի շատ իշխանություն։ Բայց Մոնթեի պարտությունը չի նշանակում, որ նրա պայքարը անիմաստ էր։ Չի նշանակում, որ նրա զոհաբերությունը ընդունայն էր։ Որովհետև Մոնթեն թողեց ինչ-որ բան, որը ոչ ոք չի կարող ոչնչացնել։ Թողեց օրինակ։ Օրինակ այն մասին, թե ինչպես պետք է ապրել, ինչպես պետք է պայքարել, ինչպես պետք է մնալ հավատարիմ սեփական սկզբունքներին, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը քեզ դեմ է։ Եվ այդ օրինակը շարունակում է ապրել։ Շարունակում է ոգեշնչել նոր սերունդներին։ Շարունակում է հիշեցնել մեզ, որ իսկական հերոսությունը ոչ թե մարտի դաշտում է, այլ այն ընտրության մեջ մնալ մարդ, երբ բոլորը դառնում են գազաններ։ Բայց գլխավոր հարցը դեռ մնում է բաց. ով սպանեց Մոնթե Մելքոնյանին։ Ադրբեջանական BMP-ի պատահական փամփուշտը, թե ուրիշ ինչ-որ բան։ Ինչ-որ բան, որի մասին մենք երբեք չենք իմանա, որովհետև նրանք, ովքեր գիտեն ճշմարտությունը, երբեք չեն խոսի, երբեք չեն թույլ տա, որ այդ ճշմարտությունը դունը դուրս գա, որովհետև այդ ճշմարտությունը կարող է ոչնչացնել նրանց, կարող է ցույց տալ, թե ովքեր են նրանք իսկապես, եւ նրանք երբեք չեն թույլ տա, որ դա տեղի ունենա։ Այսպիսով մենք մնում ենք հարցերի հետ, հարցերի, որոնք երբեք չեն ստանա պատասխան, հարցերի, որոնք շարունակում են տանջել մեզ 30 տարի անց։ Բայց միգուցե դա է Մոնթեի վերջին ուղերձը մեզ համար։ Միգուցե նա ուզում է, որ մենք շարունակենք հարցնել, շարունակենք փնտրել ճշմարտությունը, շարունակենք պայքարել այն համակարգի դեմ, որը սպանեց նրան։ Որովհետև եթե մենք դադարենք հարցնել, եթե մենք ընդունենք պաշտոնական տարբերակը եւ մոռանանք, ապա Մոնթեի զոհաբերությունը իսկապես կդառնա անիմաստ։ Բայց եթե մենք շարունակենք հիշել, եթե մենք շարունակենք պահանջել ճշմարտությունը, ապա Մոնթեի պայքարը շարունակվելու է։ Շարունակվելու է մեր միջոցով։ Եվ միգուցե մի օր, երբ այդ համակարգը վերջապես կործանվի, երբ արդարությունը վերջապես կհաղթի, մենք վերջապես կիմանանք ճշմարտությունը։
կիմանանք, թե ով իսկապես կանգնած էր Մոնթե Մելքոնյանի մահվան հետևում։ Բայց մինչև այդ օրը մենք կարող ենք միայն հարցնել. ով էին այն մարդիկները, որոնք Մոնթեից վախենում էին ավելի քան թշնամուց, եւ ինչու է այդ վախը, հավանաբար, արժեցավ նրան կյանքը։